Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Պարոն Մկրտչյան, հարցազրույցը սկսենք արտաքին հետախուզական ծառայության հայտնի հաղորդագրությունից, համաձայն որի օտար երկրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա ճնշումներ են գործադրվում, ճնշումները ուղիղ կապ ունեն 26 թվականի սպասվող ընտրությունների հետ եւ այդ ճնշումները նաեւ որոշակիորեն փորձում են ճնշումների միջոցով ուղղորդել թե ում օգտին քվեարկեն կամ որոշակի գումարային նաև ներդրումներ ունենան։ Նախ ընդհանուր առմամբ, քանի որ հաղորդագրության մեջ որևէ պետության անուն չէր նշված, պարոն Մկրտչյան, հասկանանք բոլորի համար է ընկալելի որ հայտնի պետության մասին է խոսքը եւ ինչ է կատարվում ընդհանուր առմամբ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իհարկե ակնհայտ է, որ խոսքը Ռուսաստանի Դաշնության մասին է։ Այնտեղ ընդհանուր 100 միլիոնը գերազանցող դոլարային գերազանցող ֆոնդ էր առանձնացվել Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին սպասվելիք խորհրդարանական հերթական ընտրությունների վրա ազդեցություն ունենալու համար, կուրատոր էր նշանակվել Կիրիենկոն եւ Հայաստանի Հանրապետությունում այդ 100 միլիոնը գերազանցող 170 միլիոն դոլարի մասին էր խոսքը, դրանից փայ կամ փայաբաժին ունենալու շարժառիթով բազմաթիվ քաղաքական, այսպես կոչված ճակերտավոր քաղաքական ուժեր, դեմքեր, դրսից ներմուծված, արտահանված շրջանակներ փորձեցին դրա շուրջ ծավալվել եւ իրենց չափաբաժինն ու փայաբաժինը փախցնել, այսպես ասած, ժողովրդական լեզվով, եւ այդ համատեքստում միանշանակ է, որ Ռուսաստանի Դաշնությունում փորձեր արվում են, իհարկե մեր քաղաքացիների վրա ընդհանուր ճնշումներ կգործադրվեն, ինքս չմոռանանք ապրել եմ Ռուսաստանի Դաշնությունում եւ քաջածանոթ եմ համայնքի ներսում տիրող մթնոլորտի մասին, ցավոք սրտի 2018-ից հետո ժամանակ չեղավ երևի թե իշխանությունների համար զբաղվեն կամ Սփյուռքի հանձնակատարի համար ժամանակ չեղավ, որպեսզի զբաղվեր 3 միլիոն հայերով բնակեցված տարածքում Սփյուռքի օջախներ ստեղծելու հարցով, այն օջախները, որ կան, որոնք որ ունեն կուրատորներ, մականունավոր կուրատորներ, այդ շրջանակը փորձելու ազդեցություն ունենալ շարքային Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, ովքեր իրավունք ունեն առնվազն այստեղ ընտրություն կատարելու։ Մարդիկ են, ովքեր լավորից չի, որ լքել են Հայաստանի Հանրապետությունը, հացի ու դեղի խնդիր են լուծում օտար ափերում, աշխատում են նրանց ձեռքի տակ, այդ տեղի հարուստների, բդեշխների ձեռքի տակ, ովքեր վերևն Աստված ներքևը Վլադիմիր Պուտին են տեսնում եւ սեփական շահ ու բիզնես ու փող են տեսնում բացառապես, այդ շրջանակի ձեռքի տակ գործիք են դառնում եւ ճնշման լծակներ են գործի դրվում նրանց նկատմամբ, սա ակնհայտ է, սա միշտ է եղել այդպես։ Ինչի պատերազմի օրերին, երբ որ ճնշում էին տեղի հայերին, որպեսզի բողոքի ակցիաներ եւ զանգվածային ցույցեր չիրականացնեն, որպեսզի պատերազմը օր առաջ կանգնի, երբ որ այդ շրջանակը այդպիսի ազդեցություն է գործադրել ու ճնշել է մարդկանց, ոնց եք պատկերացնում 26 թվականին իրենց համերկրացին, ռուսաստանցին, ով Հայաստանի Հանրապետությունում հայտ է ներկայացնում վարչապետ դառնալու համար, նրա համար պիտի չաշխատեն եւ ճնշումներ չբանեցնեն, ակնհայտ է, որ Ռուսաստանի Դաշնությունում է։ Մի բան կարող եմ ասել, այս համատեքստում պետք է դիմել այդ քաղաքացիներին, մարդկանց, ովքեր էլի եմ կրկնում, լավորից չի, որ Հայաստանի Հանրապետությունից գնացել են եւ լավորից չի, որ դեռևս շարունակում են երկրորդ սորտի մարդու կարգավիճակում Ռուսաստանի Դաշնությունում ապրել, թող որևէ մեկը սա չփորձի հերքել, դա այդպես է։ Այդ շրջանակին է պետք դիմել եւ հորդորել, որպեսզի ողջախոհությունը իրենց չլքի եւ նրանց միջոցներով, նրանց հնարավորություններով գան Հայաստանի Հանրապետություն, եթե անհնարին է դա, եթե գալիս եւ հանգում են այդ մտքին, որ պետք է գան Հայաստանի Հանրապետություն, գան, լավ ծախսեն, շրջեն Հայաստանի Հանրապետությունում, նրանց հաշվին, բայց ընտրախցիկ երբ որ մտնեն, իրենք իրենց խղճի հետ մենակ մնան ու ճիշտ ընտրություն կատարեն, որպեսզի ժողովրդական հայտնի ասացվածքը ի կատարածվի։ Այդ բիզը, որ իրենք սրում են, որպեսզի Հայաստանի Հանրապետության թիկունքին հարվածեն, այդ բիզը պտտվի բումերանգի օրենքով եւ իրենց հարվածի։
Եվ վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որ գալու են այստեղ եւ իրենք ըստ ոմանց պատկերացման պետք է ընտրեն ռուսաստանցի գործչին կամ մեկ այլ շրջանակի Հայաստանի Հանրապետությունում, ովքեր Գյումրի 2 են տենչում, այդ մարդիկ պետք է գան եւ քվեախցիկում շախմատ խաղան սրանց հետ։ Ու վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները այդ շրջանակը, որ Ռուսաստանի Դաշնությունում քրտնում եւ սեփական քրտինքով երեխաների հաց հանապազորյան է վաստակում, շատ լավ հասկանում է, թե սեղանին ինչ է դրված։ Սեղանին դրված է Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, խաղաղությունը այստեղ ապրողների եւ իհարկե տեսլականը իրենց որևէ մի օր Հայաստանի Հանրապետություն վերադառնալը։ Ի վերջո այդ ամեն մեկը իր հոգու խորքում փափագ ունի անպայման վերադառնալ հայրենիք եւ ապրել Հայաստանի Հանրապետությունում։ Այ որ այս շրջանակը գա, իրենց վրա ազդող շրջանակը գա իշխանության, ակնհայտ է, որ այդ մարդիկ տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում անգամ Հայաստանի Հանրապետության ներկայիս ապրող բնակչությունը երևի թե նրանց ծրագրերում տեղ չունի, նրանց սպասարկող մի քանի 100,000 մարդ է պետք, ովքեր կսպասարկեն իրենց պրոտեկտորատ են դիտարկում Հայաստան, պրոտեկտորատում տեղավորված զորքերին, չգիտեմ, այդ ճանապարհը կսպասարկեն, մարդկանց կսպասարկեն, ուղղակի կլինի անցուղի եւ մի ծայրագավառ։ Պարոն Մկրտչյան, ես շեշտամ հասկանում, որ այնուամենայնիվ Ռուսաստանը իր բոլոր ջանքերը դնելու է, որպեսզի ամեն կերպ կարողանա միջամտել ընտրություններին, բայց հասկանանք սա ակնհայտ է եւ այստեղ նաեւ օրվա իշխանությունը մտածելու տեղ ունի, այստեղ մեզ ուղղորդում եւ ուղղորդել են նաեւ եվրոպացի գործընկերները հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի շրջանակում մեզ մի քանի տասնյակ միլիոն եվրոյի աջակցություն հատկացնելով, ընդհուպ խոսվում է մոլդովական սցենարի մասին, ընդհուպ խոսվում է ֆրանսիական սցենարի մասին։ Ես ինքս ֆրանսիական սցենարը եւս բազմիցս մատնանշում եմ եւ ասում եմ, այո, Հայաստանի Հանրապետությունում այն շրջանակները, ովքեր որ միութենականության մեջ են մեր երկրի ապագան տեսնում, ովքեր որ օգոստոսի 8-ի համաձայնությունների շրջանակում իրենց չեն տեսնում կամ այնտեղ ինչ որ ուժեղ դիրքերից ուժեղ տղայի կոստյումը հագած փոփոխություններ են ուզում անել, այդ շրջանակին պետքա ուղակի վերցնել եւ դուրս դնել քաղաքական process-ներից։ Նախ որովհետեւ իրենց ֆինանսական կապիտալը ճնշող մեծամասնությունը կենտրոնացված է Վլադիմիր Պուտինի ձեռքերում եւ ոտքերի տակ եւ ինքը դրանով խոցելի է եւ երկրորդ առնվազն սահմանադրական նորմ կա, արգելք կա, որը արգելում է այդ մարդուն մասնակցելու ընտրություններին եւ ոչ միայն խոշոր սեփականատերերը, որ հիմա օլիգարխիայի մաս դառնալու հայտ են ներկայացնում, նրանք խոշոր սեփականատեր են այնքան ժամանակ, քանի դեռ զբաղվում են բացառապես բիզնեսով, բայց երբ որ բիզնեսմենը հայտ է ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու, ինքը խնդիր է դնում իր առաջ ինչ որ առումով անուղղակիորեն նաև օլիգարխիայի հաստատման։ Հայաստանում օլիգարխները պիտի քաղաքականությամբ չզբաղվեն եւ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող օլիգարխներ առհասարակ պիտի չլինեն, կարող են լինել խոշոր սեփականատերեր, բիզնեսմեններ, թող գնան զբաղվեն իրենց բիզնեսով։ Կարմիր գծեր կա, որ արդեն իսկ հատվել է։ Կարմիր գծեր կա, որ արդեն իսկ ամեն օր մեր աչքի առաջ է հատվում եւ սա ընտրական օրենսգրքի խախտում է, սա ազատ արդար հավասար պայմաններով ընտրությունների գնալու մասին բնավ չի։ Այ այստեղ կարծում եմ իրավապահները հիմա փաստագրման փուլում են, ես լիահույս եմ, չեմ կասկածում։ Գիտեք, անգամ կասկածով չեմ ուզում այս հարցին մոտենալ։ Ես լիահույս եմ, որ իրավապահները փաստեր են հավաքագրում եւ ճիշտ պահին Հայաստանի Հանրապետության անկախության ինքնիշխանության դիրքերից, խաղաղության օրակարգը սպասարկելու դիրքերից իրենց խոսքը կասեն։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը որփի գլխի կարգավիճակում չի էլի, որ ով որտեղից, որ գյուղից, որ անկյունից, որ ավանից, որ չգիտեմ, օբլաստից դուրս գա Հայաստանի Հանրապետություն ու փորձի այդ գլուխը խուզել։ Սա որփի գլուխ չի, սա պետություն է։ Ու այս համատեքստում իրավապահների գործողությունները պետք է նաև չուշանան։
Սա նաև շերտերով կարող ենք բացել նաև այս հարցը, սա նաև քաղաքական դաշտը առողջացնելու խնդիրը կլուծի, Հայաստանի Հանրապետությունում առհասարակ փողով ընտրությունների եւ քաղաքականության մեջ մտնելու պրակտիկային վերջ կդնի, որովհետեւ կներեք էլի ընտրապայքարի մեջ մտած ուժերի շրջանակը երբ որ բացում եք, դոլարային միլիարդատերից սկսած մինչև դրամային հարյուրավոր միլիոնատեր կա։ Բա ուր կորավ են ժողովրդի մասը, ժողովրդի ծոցից դուրս եկած տեխնացուն, ժողովրդի դարդով ցավով ժողովրդի ղադրն իմացող տեխնացուն, բա որտեղ է տեղավորվելու, ոնց է մրցակցելու այդ կեղտոտ փողերի հետ։ Որևէ մեկ այդ հարցը տվել է, ու մենք պետք է ընտրություններից հետո այս համատեքստում եթե գնանք ընտրություններից հետո կանգնենք դեմքի լայն ժպիտով, ասենք տեղի ունեցավ ազատ արդար թափանցիկ ժողովրդավարական եւ մրցակցային ընտրություններ։ Մրցակցային ընտրություններն այդպես չեն լինում։ Պարոն Մկրտչյան, տեսեք, ընտրություններին պարբերաբար անդրադառնում են նաև Մոսկվայից, գիտեք, դուք էլ խոսեցիք հիբրիդային պատերազմի դեմ տարվող պայքարի մասին եւ նաև Եվրամիության աջակցության մասով հատկապես Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ դա նշանակում է մեկ բան, որ Հայաստանը կրկնելու է մոլդովական սցենարը, այն է գնալու է ընտրություններ կեղծելու, տարօրինակ զուգադիպությամբ այդ մասին սկսել են խոսել նաև ընդդիմադիր падգամավորները Հայաստան դաշինքից պարբերաբար ասում են, որ եթե քաղաքացիական պայմանագիրը ընտրությունները չկեղծի այլ տարբերակ չկա, որ ինքը առհասարակ 50+ ձայներ ունենալու է եւ մեծամասնություն է կազմելու։ Ինչ է կարծում, այս հայտարարությունները պարզապես միամիտ հայտարարություններ են, թե փորձ է արվում նաեւ ապա լեգիտիմացնել ընտրությունները եւ կամ կասկածի տակ դնել ընտրությունների ազատ արդար թափանցիկ լինելը։ Եթե այդ հայտարարություններն աներ ֆոն դեր Լայնը օրինակ, մտածելու տեղ կտար։ Բայց քանի որ այդ հայտարարությունն անում է Լավրովը, նշանակում է մենք ճիշտ ուղղության վրա ենք։ Ճիշտ գծի վրա ենք։ Լավրովը թող խոսեր այն ժամանակ, երբ որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը մարդկանց դիակների վրա քայլելով իշխանության էր գալիս։ Լավրովը թող խոսեր Քոչարյանի երկու этаպով կեղծված ընտրությունների մասին, այն կեղծ տեղեկանքի մասին, եթե այդպես մտածում էր Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մասին, այդպես մտածում են, թող ժամանակին խոսեին, Լավրովի խոսքը որևէ արժեք չունի եւ սա մի բան է նշանակում, նորից եմ կրկնում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Այս համատեքստում ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները էլի պետք է Լավրովների բերանը ամենաբարձր մակարդակով եւ պաշտոնական դիրքերից փակեն, որ այսպիսի հայտարարություններով չփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի վրա։ Չնայած քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է մի որոշակի ժամանակահատված ընդհանուր հանդուրժել Լավրովին, որովհետև Լավրովի յուրաքանչյուր այսպիսի հայտարարություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աչքերը ել ավելի շատ է բացում։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ել ավելի կողմնորոշված են գնում ընտրությունների։ Էլի գալիս եմ նույն խնդրին եւ հարցազրույցի մեխը հիմնականում դրա վրա եմ դնում, որ ընտրություններին մնաց 2 ամիս ժամանակահատված, տաք քարոզարշավի ժամանակահատվածը հանած եւ այս ընթացքում թե իրավապահ համակարգը, թե գործող ազգային ժողովը, թե կառավարությունը, ես իբրև ՀՀ քաղաքացի ակնկալում եմ, որ պետքա միջամտեն եւ վարչապետի այն հայտարարությունը, որ 2026 թվականի ընտրություններից հետո քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ, նախկին օլիգարխ եւ այլն եւ այդպես շարունակ քաղաքականությամբ չեն զբաղվելու եւ նետվելու են պատմության աղբանոցը, ես հուսով եմ, որ դա իրավական ճանապարհով կգնա, որովհետեւ ի վերջո արտաքին ձեռքբերումները հաշվի առնելով օրվա իշխանությունների, ես դա երբեք չեմ ժխտում, ներքին բարեփոխումները հաշվի առնելով, ես այն շրջանակին եմ պատկանում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ուղղորդում եմ մի տեղ։ Մենք խնդիր ունենք առաջին հերթին ընդդիմափոխության 2021-ից մինչև 25-26 թվականը մենք չենք ունեցել ընդդիմություն, ինստիտուցիոնալ ընդդիմություն չի եղել, հակապետական տարերի մի ոհմակ է եղել ազգային ժողովում, որ առավոտից երեկո Հայաստանի Հանրապետության ուղղությամբ բոճկեք է գլորել, խոսել է հապկի շահից, Իրանի շահից, Չինաստանի շահից, Ռուսաստանի շահից բնականաբար եւ աներկբայորեն, բայց ոչ երբեք Հայաստանի Հանրապետության։ Ղարաբաղի դրոշը տանգել, գնացել Ղարաբաղում Լեռնային Ղարաբաղ են լուծարել։ Խորհրդարանում հայոյանքներ ու գողփիսո քաչալշուն այդ խոսույթն ու
լեքսիկոնն են բերել ու որևէ պատուղ Հայաստանի Հանրապետությունը դրանից չի քաղել։ Առաջին հերթին խնդիր եմ դնում ընդդիմափոխության, որովհետև անարդյունավետ կամ վատ աշխատող իշխանությունը հետևանք է վատ աշխատող կամ չեղած ընդդիմության։ Եվ լուսնից իջած կարգավիճակ ունեմ ես հիմա, ի տարբերություն որոշ այլ քաղաքական ուժերի, ովքեր իրենց 1-2 առանձին դեպքերում եւ լավագույն դեպքում 3 հոգանոց կուսակցությունով հայտ են ներկայացնում ընդհուպ իշխանության։ Ի տարբերություն իրենց ես լուսնից իջած կարգավիճակ ունեմ եւ այն կարծիքին եմ, որ խորհրդարանում ընդդիմափոխության խնդիր պետք է լուծի Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այսպիսով առողջացնելով քաղաքական դաշտը եւ Լավրովների բերանը հենց այդտեղ փակելով։ Քանի դեռ Լավրովն ունի հենարան Հայաստանի Հանրապետության խորհրդարանում, իդեմս այդ երկու կիսատ պրատ ֆրակցիաների, Լավրովն անընդհատ խոսելու է։ Լավրովն անընդհատ խաղադրույք է անելու նրանց վրա։ Անընդհատ Գյումրի երկուսը կիրառելով հաջողությամբ չհասնելով առանձնանալու են, փորձելու են Վանաձոր իրականացնել։ Վանաձորն իրականացնելուց հետո գալու են Երևան, Երևանն իրականացնելուց հետո համապետական մասշտաբում։ Նպատակը իշխանության փոփոխությունն է, խամաճիկային իշխանության ձևավորումն է։ Պարոն Մկրտչյան, ուղղակի այդ ուժերը ամենաշատն են խոսում ազգային արժեքներից, մեզ փրկելուց, երաշխավորված կամ արժանապատիվ խաղաղությունից, բայց մեկ այլ բան է ասել, մեկ այլ բան է նաև գործողությունները։ Եկել այդ ուժերը ժամանակ ունեցել են։ Արժանապատիվ խաղաղություն էլ կարող էին ձևակերպել, խաղաղություն էլ կարող էին բերել, ոչ մի թիզականություն էին քարոզում։ Այդ ուժերը Հայաստանի Հանրապետության ներսում ժողովրդավարական նորմերը ոտքի տակ տված, մարդու իրավունքները ոտքի տակ տված Երևանում մարդկանց գնդակահարելով իշխանության հարց էին լուծում։ Հո խոսալով չի։ Հասկացանք, որ միլիարդատերերը հիմա փողավոր շաղ են տալիս, աչ ու ձախ։ Երիտասարդությանն էլ փորձում են դրա շուրջ համախմբել, տարբեր միջոցառումների տեսքով։ Բայց այդ երիտասարդները ունեն ծնողներ, հիշողություն այդքան կարճ չի։ Հասկանում եմ, որ սերունդ է փոխվել եւ խաղադրույքը հենց դրա վրա է, որ այ տեսեք Ռոբերտ Քոչարյանին ով է ճանաչում, երիտասարդները ճանաչում են 18, 19, 20 տարեկան երիտասարդները ինչքանով են ճանաչում Ռոբերտ Քոչարյանին, ինչքանով են հիշում մարտի 1-ը։ Իդեպ Քոչարյանն էլ իր վերջին ոդքասթում ասում էր, որ միակ բանը, որ ինքը երբեք չի արել եւ չի անելու, ինքը դրա հետ օքեյ չի, եթե իր բառերով ասեմ, դա խաբելն է։ Ինքը անկեղծ է եղել, ինքը այնքան զբաղված է եղել, որ ժամանակ չի ունեցել։ Այդ է ցավը տանեմ, Ռոբերտ Քոչարյանը սկսած իր ժեկի տեղեկանքով վերջացրած միջև իր կառավարման վերջին օրը մենակ խաբել է։ Մենակ խաբել է Ռոբերտ Քոչարյանը, ինչ արել։ Ինչ Քոչարյանն ու սուտ հոմանիշներ են։ Ռոբերտ Քոչարյան եւ սուտ մեկը մյուսի հետ հոմանիշներ են։ Դե Քոչարյանը բնական է, հիմա փորձում է երիտասարդությանը շեղել, խաբել, հնարավորինս մեկը մյուսի վրա ցեխ են շպրտում այս պրոռուսական Կիրիենկոյա մեջ շրջանակները եւ փորձում են Գյումրի երկուսը խմորել, էփել։ Հնարավոր է, կա ռիսկեր։ Իշխանության համար ես սա ազդակ թող լինի, կա։ Հնարավոր է, վտանգ կա, եթե նորից եմ կրկնում, ընտրական process-ի մեջ որոշիչ եւ ազդեցիկ դեր ունենում փողը, իսկ այդ փողը մենք տեսնում ենք, թե օդում ոնց է թևածում, չէ՞։ Մեր դիմաց, մեր շուրջ, ամեն քայլափոխին, մեքենան նստում, ռադիոն միացնում ես, դա է։ Դուրս ես գալիս, քայլում ես, ավտոբուսն է դիմացովը տանցնում, չգիտեմ, մտնում ես խանութ ինչ որ մի բան գնես, դիմաց տա հելնում, մտնում ես եկեղեցի մոմ վառես, էլի դիմացը տա։ Սա ինչի մասին է, որ պետք փողը սկսել է աշխատել, փողը պարտադիր չի մարդու գրպանը տանեն, դնեն եւ հորդորեն ընտրել։ Դա էլ են անում իդեպ։ Դա էլ են անում, աշխատանքի են ընդունում։ Շտաբային աշխատանքի։ Թափուր հաստիկներ, բարձր աշխատավարձով։ Կլորիկ աշխատավարձ։ Բայց մինչև հունիսի 8-ը Հունիսի 8-ից հետո ինչ կլինի, կկառուցվի 1000 մի եկեղեցի, 1000 մի գործարան, կեսդ կգնաք այդտեղ աշխատելու, այն կեսն էլ դե պետական ապարատը կգան բռնաբարելու, քչություն կանի, սեքսի նախարարություն կբացեն մարդիկ, ինչի մասին է խոսքը։ Այս է նպատակը, ու սա վտանգ է։ Գյումրիում եթե իշխանությունը մտավ, ու մտավ իշխանությունը, սա թող ընդունեն։
Գյումրիում իշխանությունը մտավ մրցակցության մեջ ուզուրպատորների, գողերի, հանցագործների հետ։ Վարչապետն էր գնացել եւ հայտարարություն անում։ Մարզպետն էլ Երևանից հնչող քաղաքական հայտարարություններին սաստում էր, ասում էր, Գյումրվա ներսի հարցը։ Տակայեք բերում Երևանից։ Ինչ քաղաքականություն։ Սա թիմ խնդիր է, թիմ ընտրություն է։ Տեսանք, չէ՞, թիմ մակարդակի 10 ովչիկները ոնց Գյումրիում Գյումրի իրականացրեցին եւ իշխանություն վերցրեցին, կաշառակերության սիմվոլ Վարդանիկին էլ բերին նստեցրին այդ աթոռին։ Իսկ ով ասեց, որ համապետական մասշտաբով այդ 10 ովչիկների ինստիտուտը գործի չի դրվելու։ Դրսի տղաները այսպես կոչված չեն փորձելու ներքաշվել Հայաստանի Հանրապետության ընտրությունների մեջ։ Ո՞րն է ճանապարհը։ Ակաժներից թղթով բռնած քաղաքական դաշտից դուրս վռնդելը։ Ուրիշ տարբերակ չկա։ Մոլդովան դա իրականացրել է, բարեկամ Ֆրանսիան Մարի Լպենին ուղղակի դուրս թողեց քաղաքականությունից մի որոշակի ժամանակահատված, մինչև որ հասկանան, թե ինքը որ շրջանակից է ֆինանսավորվում եւ կառավարվում։ Մեր մոտ այնքան ակնհայտ է։ Մարդը միջև այսօր 5 րոպեանոց եթեր, խոսք, ուղերձ, հորդոր, կոչ, որպես այդպեսին հայերենով, ոսկեղենիկ հայերենով չի հնչեցրել։ Լավ, թող ռուսերենով հնչեցնեն գոնե։ Թող հնչեցնեն, տենանք այնտեղ մարդ կա, խոսք ունի ասելու, ծրագրեր ունի, թե չէ, այնքան հեշտ է փողը տալ, տպել, պատտեցնել ու մուսկուլ ցույց տալ ժողովրդի առաջ։ Այդ շատ հեշտ է, բայց ով է, որտեղից է, ինչ նպատակներ ունի, վերջնարդյունքում ինչ է ուզում ստանա, որևէ մեկից հայտնի չի։ Իսկ այդ մուսկուլի կամ ուժերի տակ ինչ է փաթեթավորվում, պարոն Մկրտչյան, ինչ նկատի ունեմ։ Վերջին շրջանում գիտեք, շատ է նորմալիզացվում է անգամ, որ ամեն երկրորդը դուրս է գալիս եւ ասում է, որ Հայաստանը պիտի լինի միութենական պետության կազմում։ Հատկապես մարդիկ Գլուխները պատին են տալիս։ Այստեղ իրավապահ համակարգը որտեղ է։ Հարգելի իրավապահ մարմինների ներկայացուցիչներ եւ ղեկավար կազմ առհասարակ։ Որտեղ եք դուք։ Հայաստանի Հանրապետության անկախությունը բացահայտ սակարկման առարկա են դարձնում։ Ու շրջանակներ են դարձնում անկախությունը սակարկման առարկա, ովքեր Լեռնային Ղարաբաղը լուծարել, իրենց ընկերներին փուրն են տվել կամ ադրբեջանական բանտերն են նետել, հանձնել են ադրբեջանցիների ու ռուսների քմահաճույքին, այսօր էլ այդպես եկե Հայաստանի Հանրապետության ներսում մեծ փրթում են։ Այդ որ իրավունքով, որ օրենքով, այդ ով է իրանց թույլ տվե, կամ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի շրջանակներն իրավունք ունեն 5 րոպե ազատության մեջ պատտվելու։ Այդ օրենքներն ում համար է գրված։ Այսինքն նման հայտարարություններին բնականաբար պիտի արձագանքել, իհարկե պետք է արձագանքել, պետք է այդ հայտարարությունները որտեղ են հնչեցվում։ Դա էլ է, չէ՞։ Եկեղեցու բակում։ Որ եկեղեցու բակում, որի առաջնորդը, այսպես կոչված շակերտներում, ստացել է մեղադրանք վարչապետի կողմից, որ ինքը զեկուցում է հատուկ ծառայությունների լեյտենանտներին, ավագ լեյտենանտներին։ Բա ուր է հետևանքը։ Ուր է հետևանքը, ինչ կապ ունի, որ տիտղոս ունի։ Դա որևէ մեկին ազատում է պատասխանատվությունից, մենք անկախությունը անսակարկելի, չսակարկվող, որևէ պարագայում չքննարկվող հարց է։ Ով է իրան թույլ տվել Լեռնային Ղարաբաղ լուծարած այդ անձնավորությանը կայնել Մայրաթորի բակում ու խոսել միութենականության մասին։ Հայաստանը պետք է միութենական պետության մաս լինի։ Ղարաբաղը դարձնեիր, դարձնող էիր այդքան պլոճիկ ունեիր քաղաքական առումով, Ղարաբաղը դարձնեիր, ով էր ձեռու ոտդ բռնել։ Հիմա եկել Հայաստանի Հանրապետությունում միութենականությունից են խոսում, այդ շրջանակի բերանը պետքա շատ կոշտ եւ բիրտ միջոցներով իրավապահ համակարգը փակի։ Հասկանում եմ էլի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարելի է էլի թողնել, իրավիճակը իրանց ավելի ծանրացնեն, եւս մի քանի այդպիսի հայտարարություն անեն, բայց կներեք էլի, սա պետություն է, թե պետություն չի, այդ ամենաշատ հնչող հարցը եւ ամենակարևոր հարցը, սա պետություն է, թե պետություն չի։ Ինստիտուտները որտեղ են։ Որտեղ է Փաշինյանական արդարադատության սիմվոլ իբրև մուրճը։ Ինչի՞ չի հարվածում այս տեսակների գլխին։
Իդեպ նույն մարդը Վիտալի Բալասանյանը ժամանակին հայտարարում էր, որ Ղարաբաղը ոչ մի պարագայում չպիտի միանա Հայաստանին, Չպիտի միանա Հայաստանին, բաներ անում, շրջանակ կար, որ Հայաստանի Հանրապետությունից այնտեղ այց էր իրականացնում, ու այդ շրջանակը իդեպ պատերազմի բովով անցած մարդիկ էին։ Լաչինի այդ միջանցքում մարդկանց քարերով մեքենաներն էին ջարդում, այդ օպերացիաներ ղեկավարում եւ առհասարակ իրավապահներ, խոշորացույցները միացրած ուշադիր եղեք։ Որովհետեւ ինչի համար է մեր բոլորի պայքարը։ Ի վերջո օրվա իշխանությունների պայքարն ու կռիվը նաեւ ինչի համար է։ Ի տարբերություն է շրջանակների։ Հայաստանի Հանրապետության անկախությունը ամրապնդելու, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ամրապնդելու եւ այդքան խոցելի եւ փխրուն խաղաղությունը պահպանելու եւ դրան հոգ տանելու համար այս ամեն ինչը։ Դրանից պիտի բխի Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում թե ընդդիմությունը, թե իշխանությունը, որ դաշտը առողջանա, հասարակության միտքն ու չգիտեմ, ապագայի նկատմամբ հավատն ու տեսլական առողջանա ու թևակողենք այլ զարգացման այլ շրջան, թե չէ եւս 5 տարի պատրաստվում են գող փիսո քաչալշուն ասել կամ Լավրովի ներկայացուցիչ, Պուտինի ներկայացուցիչ, Զավխարովայի պաշտպան ուր ենք գնում։ Առաջին նախագահն էլ ասում է, ասում է իրականում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները զզվել են այս ամեն ինչից։ Դրա համար էլ սոցիոլոգիական բոլոր հարցումները ցույց է տալիս, որ բնակչության ճնշող մեծամասնությունը ուղղակի թքած ունի քաղաքական process-ների վրա։ Որովհետև որևէ մեկը լուրջ չի վերաբերում այս ամեն ինչին։ Բեմադրված այս ամենի, առանձին դեպքերում նաև բեմադրված։ Արդարություն ու արդարադատություն հաստատելու մասով 99% բեմադրված։ Ես պատրաստվում եմ իդեպ միջև ընտրություններ վեր հանել բոլոր են անձանց կասկածելի օդիոզ կերպարների դատական գործերը, չակերտավոր դատական գործերը, որ միջև այսօր դեռ դատարաններում այդպես թոզը ժողովրդի լեզվով ասած իրենց գործերի վրա դնում է, իրենք էլ իրենց կեղտոտ ֆինանսական միջոցները դեռ շրջանառում ու քաղաքականության մեջ հաջողություն են ուզում գրանցել։ Այդ շրջանակին անդրադառնալու եմ։ Ու այստեղ պետքա պատասխանի օրվա իշխանություն։ Ինչի է այդ կարգավիճակում։ Բայց գողերն ու հանցագործները ինչի են մեր շուրջ պատտվում։ Բայց ինչի հետևանք չկա։ Այսինքն դատական համակարգներ ինչ որ դատական համակարգը առհասարակ պետքա վիրահատական միջամտության ենթարկվի։ Ինչ կներեք, ինչի դատական համակարգում ամեն ինչ այդպես փայլուն, հա։ Ամեն ինչ նորմալ է, այդ դատական հայցերը դատական համակարգն է կայացնում։ Մի դեպքում արդարացի, մյուս դեպքում խիստ անարդարացի։ Հավատ կա ժողովրդի մեջ, ժողովրդին որ ասենք դուրս գանք փողոց միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացուն դատավորների եւ դատական համակարգի վերաբերյալ հարց տանք։ Այդ քաղաքացիները դուք պատկերացնում եք ինչ բուրըն ոսկեղենիկ հայերենով մեզ կպատասխանեն։ Հավատ չկա։ Ինչի՞ չկա, որովհետեւ այդ համակարգը արդարացի որոշումներ չի կայացնում։ Պարոն Մկրտչյան, նաև հասկանանք վերջին շրջանում այդքան շատ մոդայիկ դարձած այդ արտահայտությունը հիբրիդային պատերազմ։ Ինչ ասել է հիբրիդային պատերազմ։ Դա միայն դրսևորվում է լրատվական դաշտում։ Դա պոզով պոչով ասել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Պոզով պոչով անտեսանելի ինչ որ մի հատ, չգիտեմ, վախենալու կենթանի չի։ Դա տեսք ունի եւ տարբեր դրսևորումներ ունի եւ տարբեր տեսքերով է, տարբեր դիմագծերով է հանդես գալիս։ Ունի գործիքներ։ Առանձին դեպքերում այդ գործիքները լինում են բութ, առանձին դեպքերում լինում են մարդկային բութ գործիքներ։ Հայաստանի Հանրապետությունում դրանց աստղաբույլը կա։ Այդ դեմքերը, այդ անհատները, որ հնչեցնում են միութենականությունից են խոսում, այդ լրատվամիջոցները, որ գործիք են իրականում, դրանք բութ գործիք են լրատվամիջոցները։ Այդ լրատվամիջոցները, որ անընդհատ այդ մարդկանց ուղեղի լվացումն են տանում, առավոտից երեկո ռուսական մարգանցովկայով։ Այդ է հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմը Ռոբերտ Քոչարյանը։ Հիբրիդային պատերազմը օրինակ այն մյուսը Ռուսաստանից արտահանված ներմուծված ջերմոցային պայմաններում զարգացող քաղաքական ուժը, այսպես կոչված եւ դեմքը
Հիբրիդային պատերազմի բազմաթիվ գործիքներ եւ անհատներ կան։ Իսկ այն, որ ներսում փորձ է արվում պարբերաբար վախի ու այսպես անպաշտպան վիճակ ստեղծել, նույն ամենատարբեր հարձակումներ ունի հատկապես միջև ընտրությունները եւ քանի դեռ մոտենում ենք ընտրությունների նախաշեմին, ես էլի հորդորով, խնդրանքով եւ պահանջով դիմում եմ ներքին գործերի նախարարին եւ ոստիկանապետին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում իրավակ կարգը եւ առհասարակ կարգ ու կանոն հաստատելու հարցում իրենք ավելի ակտիվ լինեն, քան հիմա են։ Ուժեղացված ծառայությունների միջոցով, որովհետեւ գիտեք, ընդհանուր կարելի է կասկածել այս դեպքերը արդյոք ինչ որ մի կենտրոնից չեն կառավարվում եւ հատուկ չի արվում, որպեսզի Հայաստանի Հանրապետության հիբրիդային պատերազմի մեջ արդյունք գրանցելու համար ամենակարևորը դա անիշխանության մթնոլորտ հաստատելն է այդ երկրում։ Կիրիենկոյի դեպ գործելավոճը եւ իր աշխատելավոճում դա ուրույն տեղ է գրավում։ Այնտեղ որտեղ որ ինքը որևէ աշխատանք է համակարգել, ինքը անիշխանության մթնոլորտը առաջինն է փորձել տարածել եւ դա բնական է, դա մարդկանց ենթագիտակցության վրա ամենաուժեղն է ասում։ Այսինքն որ ամենաթողություն, խուլիգանություն, համատարած անիշխանություն, ոստիկանության իրավիճակին չտիրապետելու, այսպես ֆեյք պատկերներ եւ բեմադրված ինչ որ բաներ ստանալ։ Այս համատեքստում ոստիկանությունը պետք է աշխատի հատկապես որ Հայաստանի Հանրապետությունում ըստ պաշտոնական տվյալների սարսափելի քանակի հասնող ապօրինի զենք զինամթերք կա վխտում։ Ու վստահեցնում եմ ձեզ, սա քաղաքացիների մոտ ավելի շատ պաշտպանվածության մասին կխոսամ, արդյոք ավելի շատ իրենց պաշտպանված կզգան եւ որևէ պարագայում չեն ըմբոստանա, եթե իհարկե իրենք իրենց մեքենայի բեռնախցիկում ավտոմատ կալաշնիկով հետները ման չեն տալիս։ Այդ շրջանակը խիստ կհուզվի, խիստ կողքեվորվի, բայց պաղջուր կնստի կհանգստանա ոստիկանության օգնությամբ։ Այն արդարության մթնոլորտը լավն է։ Իհարկե ոստիկանությունը բաց թողումներ ունի, սա պետք է ընդգծեմ, ոստիկանությունը ավելի հետևողական պիտի լինի ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման հարցում եւ այլ երևույթների, քրեացին երևույթների հարցում։ Եվ այս համատեքստում պետք է ներքին գործերի նախարարությունը եւս 24 ժամ շաբաթը 7 օր ռեժիմով անընդհատ աշխատի, որ այս շրջանակներին նաեւ այդ հատվածում հնարավորություն չտրվի հաջողություն գրանցել, որտեղ իրենք միանշանակ աշխատելու են այդ ուղղությամբ։ Միանշանակ ուժային մարմինների ներկայացուցիչներին փորձելու են թիրախավորել։ Իդեպ իրենք թիրախավորել են նաեւ նախկինում եւս։ Քանի հատ շարժում եղավ։ Էլ հայրենիք էին փրկում, էլ չգիտեմ դրոշ էին տանգում, էլ չգիտեմ ինչ ակցիա արեցին, առաջինը թիրախավորեցին ոստիկանության ծառայողներին։ Առաջինը թիրախավորեցին ուժային մարմինների ներկայացուցիչներին ու ղեկավարներին։ Ինչու՞։ Մի կենտրոնից էր գալիս էր ահանգը, որովհետեւ այդպես ավելի հեշտ կլինի փլուզել համակարգը, փլուզել պետական ապարատը։ Պարոն Մկրտչյան, իսկ պատահական է, որ պարբերաբար նաև թիրախում է հայտնվում թրիփը, երկրորդ նախագահը իր վերջին ոդքասթում հետաքրքիր միտք է ասում, այ եթե թրիփը իրականություն լիներ, հիմա իրանական հրթիռներից մեկը հաստատ չէր շրջանցելու նաև Հայաստանը եւ այդ հրթիռը ընկնելու էր Սյունիքում։ Այսինքն ցույց է տալիս, թե թրիփը ինչքան վտանգավոր կարող է լինել, եթե իրականություն լինի։ Սա պատահաբար է արվում։ Ռոբերտ Քոչարյանը կարող է մոլեքին էլ զանգած լինի Իրանի, այդպիսի ցուցում տա կամ ուղղորդի։ Այ տեսեք թրիփն է, այստեղ կարելի է մի հատ էլ ռակետ այստեղ ուղարկել։ Մարդ ում կյանքի իր պատկերացումներով երևի թե ամենափայլուն գործարքը կլիներ երևի թե մեղրին լաչինով փոխանակելը Իրանի Իսլամական Հանրապետության հետ առհասարակ սահման չունենալը բնականաբար այսպեսի հիվանդագին խանդով պիտի վերաբերվի թրիփին եւ այդ աչքերով պետք է նայի։ Փոխանակ իրոք ձեռքբերումներով ուրախ լինեն, այստեղ այ ապացուցվում է երկիրը սիրում են, թե այս երկրին խոպան են որպես վերաբերվում։ Փոխանակ իրոք արձանագրեն ձեռքբերումները եւ այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության վրայով այս պահին անօթաչու թռչող սարքեր եւ հարվածային ռումբեր չեն գնում հարևան երկրների վրա եւ Հայաստանը այս բորբոքված տարածաշրջանում կրակի մեջ գտնվող տարածաշրջանում խաղաղ ապրում է, այս մարդիկ Իրանի Իսլամական Հանրապետության շրջանակներին ուղղորդում են դեպի Թրամփի ուղու վրա։ Թրամփի ուղին Իրանի կենսական շահերից է նաև բխում՝ ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ես այդ կարծիքն ունեմ եւ Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը այդտեղ եմ հրավիրում։ Իրանն էլ ունի շահեր։
Եվ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը բնական դաշնակիցներ ու բնական բարեկամներ են։ Վաղը կփոխվի այնտեղ մոլեքի կառավարումը կգան այլ շրջանակներ, ավելի լավ։ Էլի Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ Իրանի Իսլամական Հանրապետության կամ Իրանի համար բնական դաշնակից։ Այդ բնական դաշնակցի եւ այլ դաշնակիցների տարբերությունը դա է, որը անկախ նրանից այնտեղ ինչ լինի չլինի, Հայաստանը դաշնակցի կարգավիճակը չի կորցնելու։ Աշխարհագրական դիրքն է դրա մասին խոսում։ Հայաստանի Հանրապետության տարածաշրջանում սեփ լինելն է դրա մասին խոսում այս մուսուլմանական տարածաշրջանում։ Եվ առհասարակ Ռոբերտ Քոչարյանը լավ կանի լռի։ Հասկանում եմ, որ դժվար է չխոսելը, բայց լռի դա իրեն ավելի շատ օգուտ կտա, քան հիմա էլ ոդկասթի ֆորմատով է որոշը խոսա։ Բայց հետաքրքիր է, որ հավակնում է վերադառնալ իշխանության գալ, բայց այս գլխից, այսպես ասած, փչացնում է հարաբերությունները հարևանների հետ, ինչպիսին օրինակ Իրանը։ Ռոբերտ Քոչարյանը շատ լավ գիտակցում է, որ ինքը հնարավորություն չունի իշխանության գալու, շատ Կիրիենկոն է իրեն հույս տվել, որ այստեղ դրսից արտահանված քաղաքական գործի մոտ մի բան կստացվի, տեղի օլիգարխի մոտ մի բան կստացվի, կհավաքվեն իրար գլուխ եւ Ռոբերտ Քոչարյանին համապետական վարդանիկ կկարգեն, այդ մուրազը փորում Ռոբերտ Քոչարյանը դեռ երկար կսպասի, ես կարծում եմ։ Եվ վերջում չեմ կարող չանդրադառնալ նաև առաջին նախագահին, ինչպես հիմա ՀԱԿ-ը վերջերս հայտարարեց, հիմնադիր պատրիարքի դերն է իր վրա վերցրել եւ այդ հիմնադիր ինչի։ Հիմնադիր պատրիարքի եւ այդ դիրքից հայտարարություններ է անում, խորհուրդ է տալիս մոբիլիզանալ Սամվել Կարապետյանի շուրջ, շատ հետաքրքիր է, որովհետեւ իրենք վարչապետի տեխնացում ունեն, բայց ասում են մենք որպես վարչապետ տեսնում ենք Սամվել Կարապետյանին, փրկությունը նրա մեջ են տեսնում եւ Փաշինյանին էլ մեղադրում է, ասում է Փաշինյանի արևմտյան տերերը ամեն ինչ անելու են, որպեսզի Սամվել Կարապետյանի վարչապետ դառնալուն խոչընդոտ են։ Մի ժամանակ էլ կար առաջին նախագահ բուրժուա դեմոկրատական հեղափոխություն էր տեսնում եւ էլի հայտ ներկայացրած քաղաքական ուժերից մեկի առաջնորդին տեղական խոշոր սեփականատիրոջը կամ ապագայում գուցե օլիգարխին բուրժուա դեմոկրատական հեղափոխության կառոլ էր կարգել, այսպես ասած, ինքն էլ փորձում էր սրտի վալետի դերը տանել։ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ ծերունական լուրջ ախտանիշներ եմ ես նկատում, անփառունակ վախճան քաղաքական գործի համար, մի քաղաքական գործի, ով գոնե թե լավ պատկերացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, գոնե թե ունեցել է լուծման տարբերակ, չի ունեցել համարձակություն երբեք, սա իր թույլ կողմերից մեկն է եղել, քանի որ քաղաքական կարիերայի մայրամուտն է ապրում Տեր-Պետրոսյանը, նրան կարելի է փոքրիկ այսպես բնորոշումներով արձագանքել, էլի, չի ունեցել համարձակություն երբեք, այդ համարձակություն չունենալու արդյունքում Տեր-Պետրոսյանը մշտապես ծախողվել է 98 թվականին որոշ ուժեր եւ շրջանակներ ավտոմատներով կամ ճնշման տակ նրան ստիպեցին հրաժարական տալ եւ ոչ մի թիզականություն որդեգրեցին 99 թվականին մայրաթորն ուզուրպացրեցին օգնեցին Կտրիչ Ներսյանին ընտրվել 99 թվականի հոկտեմբերի 27 տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանը որոշում կայացրեց վերադառնալ քաղաքականություն թաթար-մոնղոլական կամ նույնն է թե Քոչարյանա-սերժական կառավարման կամ Արշավախմբի կառավարման 10 տարիներից հետո Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավատացին նրան, դուրս եկան, աջակցեցին նրան, ընտրեցին Հայաստանի Հանրապետության նախագահ 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ կրկին անգամ արթնացավ այդ վախի զգացումը քաղաքացիներին մենակ թողելու իր արդեն իսկ խասյաթ դարձած գործելավոճը եւ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա դա ծանր գին արժեցավ 10 քաղաքացիներ գնդակահարվեցին թաթար-մոնղոլական արշավախումբը Քոչարյանա-սերժական այդ խումբը կամ կառավարման համակարգը եւս 10 տարի կառավարեց Տեր-Պետրոսյանը դրանից հետո բոլոր հնարավոր կարմիր գծերը հատեց եւ 2020 թվականի 44-օրյա աղետալի պատերազմից հետո այդ ծանր իրավիճակում պատրիարքի իր դիրքերից էլի հանդես եկավ, փորձեց մերանի դեր կատարել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև եւ նրանց հետ միասնական ճակատով էր ընտրությունների ուզում մասնակցել, թաթար մոնղոլների հետ ընտրության էր ուզում մասնակցել, իր բնորոշումն է։
Եվ հիմա էլ 2026 թվականն է Տեր-Պետրոսյանի մոտ էլ ավելի է սրվում այդ ախտանիշները եւ ինքը կոչ է անում Ռուսաստանի Դաշնությունում հարստացած հայերենին շատ վատ տիրապետող, եթե չասենք գրեթե չտիրապետող, խոսքը ոսկեղենիկ մայրենի լեզվի մասին է, մի շրջանակի մի անհատի բերել կարգել Հայաստանի Հանրապետության վարչապետ կամ նրա շուրջ կոնսոլիդացիա ապահովել։ Սա փոքրիկ անդրադարձ Տեր-Պետրոսյանի քաղաքական անփառունակ կարիերային, որտեղ վախը, որտեղ իրավիճակի վրա ազդեցություն ունենալու իր ցանկություն չունենալը եւ ամենակարևորը պատասխանատվություն ուսերի վրա չվերցնելը ճակատագրական հետևանքներ է ունեցել հայ ժողովրդի համար։ Հիմա չգիտեմ, հետևությունները թողնում եմ քաղաքացիներին։ Եվ արդյոք պարոն Մկրտչյան, ինչի մասին են լինելու 26 թվականի ընտրությունները։ Անկախության, խաղաղության, ինքնիշխանության, Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի Հանրապետության, ոչ թե Ռուսաստանի Դաշնության, Կիպրոսի, Վլադիմիր Պուտինի, Կիրիենկոյի, Ուկրաինայի, այլ հենց Հայաստանի Հանրապետության ու նրա քաղաքացիների մասին, անկախության, խաղաղության, Հայաստան Միացյալ Նահանգներ հարաբերությունների խորացման, Հայաստան Եվրամիություն հարաբերությունների խորացման, որի մասին բոլորը մոռացել են, ես ախր այդ նախաձեռնող խմբի մի մասն եմ եղել։ Մարդիկ 60,000 քաղաքացի մեկ ամսում հավատալով եկել քվեարկել են։ Ինչի՞։ Որովհետև ապագան տեսնում են Եվրամիությունում, այդ ուղղությամբ պետք է աշխատել։ Ոչ թե առավոտից երեկո այս վայ ընդդիմադիրների եւ Տեր-Պետրոսյանի սրտի տեխնացուների պես Հայաստանի Հանրապետության ոտքերից կարճած քաշտալ միութենականության մեջ։ Հերիք ու բոլ եղավ այս ժողովուրդը տասնամյակներ շարունակ այդ ծեծը կերել է։ Ռուսական այդ ծեծը, ռուսական այդ հետևանքները իր մաշկի վրա զգացել է ու հերիք ու բոլ եղավ։ Շնորհակալ եմ պարոն Մկրտչյան։ Ես շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ, կհանդիպենք։